Եթե Պանթուրանի օրակարգը իսկապես հակասում է Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ապա ինչու էր Մոսկվան 2020 թվականի պատերազմից առաջ անընդհատ ասում, որ Հայաստանը պետք է 5 շրջանները տա Ադրբեջանին, որպեսզի խաղաղ ձևով լուծվի Ղարաբաղյան հարցը։ Շատ լավ իմանալով, որ առանց Արցախի այդ 5 շրջանների մենք կկորստենք ամբողջ Արցախը, ինչը ճանապարհ կբացեր Պանթուրանի համար։ Հենց այդպես էլ եղավ պատերազմի մեր խայտառակ պարտությունից հետո, քանի որ ռուս խաղաղապահները իրականում ոչինչ չարեցին հայ բնակչության անվտանգություն ապահովելու համար։ Նրանք նույնիսկ դրա միտումներ չունեին, որովհետև ամեն ինչ նախօրոք պլանավորված էր Բաքվի բռնապետի եւ Հայաստանում գործող դավաճան նեոբոլշևիկների հետ։ Սա հայ ազգի համար ամենակարևոր ժամանակակից դասն է։ Մենք մեր անվտանգության հույսը երբեք չպետք է դնենք օտար երկրի վրա, հատկապես Ռուսաստանի նման նենգ դաշնակցի վրա։ Եթե մեր բանակը չի ապահովում ու երաշխավորում մեր հողի անվտանգությունը, ապա այդ հողը արդեն կարելի է համարել օկուպացված։ Բնականաբար կարող ենք դաշնակիցներ ունենալ, բայց հայկական հողի ամեն քառակուսի մետրի վրա պետք է կանգնած լինի հայ զինվոր։ Որ մի հակաթուրքական պետություն կհորդորի իր դաշնակցին, որ նա իր հողերը տա հենց թուրքերին, եւ շատ լավ գիտի, որ թուրքերի համար Արցախը ընդամենը խոչընդոտ էր Պանթուրանը ստեղծելու ճանապարհին։ Պանթուրանի օրակարգի դեմ գործող պետությունը ամեն ինչ կանի, որ Հայաստանը լինի այս տարածաշրջանի ամենահզոր պետությունը, ոչ թե Հայաստանին անընդհատ թիկունքից հարվածի ու թուլացնի, ինչպես Կրեմլը միշտ արել։ Նժդը այս ամենը լավ հասկացել էր 100 տարի առաջ, երբ ասաց. ռուսական բոլշևիզմի եւ թուրք-թաթարական պանիսլամիզմի մերձարևելյան նպատակները զուգադիպում եւ համերաշխում են իրար։ Այդ դիվայն ծրագրերի իրականացման զոհ է բերվում հայ երկիրը։ Հետևաբար, մենք պետք է ջախջախենք այս նեոբոլշևիկյան Պանթուրան ստեղծելու ծրագիրը եւ ճանապարհ բացենք մեծ հայքի կերտման համար։